Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ալիևը կրկին հիշեցրել է, եթե Հայաստանը ցանկանում է խաղաղության պայմանագիր ստորագրել, պետք է ընդունի Ադրբեջանի երկու պահանջները՝ վերացնի ԵԱՀԿ Մինսկի խումբը, փոխի սահմանադրությունը։ Ալիևը կրկին հոխորտացել է, թե իրենց պատմական հաղթանակը ճանապարհ բացեց խաղաղության բանակցությունների համար, եւ որ Ադրբեջանի եւ Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավականին մոտ են դարձել։ Պայմանագրի ստորագրման համար մնում է այս պահանջները կատարվեն։ Գնդակը Հայաստանի դաշտում է, ասել է Ալիևը։ Հուսով եմ շուտով ականատես կլինենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը եւ Հարավային Կովկասում կլինի շատ տևական խաղաղություն։ Այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Ալիևի հանդիպումից հետո ասել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը։ Մենք հասկանում ենք, որ փոխադարձ վստահությունը վերականգնելու համար ժամանակ եւ ջանքեր է պահանջվում։ Սա շատ երկար գործընթաց է, ասել է նախագահը։ Նա նաեւ ասել է, որ Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է եւ դա պաշտոնական Բեռլինի ուղիղ եւ հստակ դիրքորոշումն է։ Մենք միշտ ասել ենք, որ դա տարածքն է եւ այսօր մենք հաստատում ենք Գերմանիայի այս ուղիղ եւ հստակ դիրքորոշումը, ասել է Շտայնմայերը։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Հայաստանի հետ խորհրդարանական բազմակուսակցական խմբի նախագահ Ջեսիկա Մոդեռնը խմբի փոխնախագահների հետ նամակ են հղել Մեծ Բրիտանիայի կառավարությանը, խնդրելով աջակցել Բաքվում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակմանը։ Բրիտանացի խորհրդարանականները նամակում խստորեն դատապարտել են Բաքվում պահվող 23 հայ բանտարկյալների շարունակական կալանքն ու դատավարությունները։ Խորհրդարանականները պատմել են, որ անկախ իրավական աջակցությունը բացակայում է ֆիզիկական եւ հոգեբանական խոշտանգումներ կան, իսկ դատարանի դռները փակ են միջազգային կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Հայաստանում Եվրամիության առաքելությունը նշել է 5000-րդ տարեկությունը։ Մեր հանձնառությունն է աջակցել տարածաշրջանում խաղաղությանը։ Շնորհակալ ենք մեզ վստահելու համար, ասված է առաքելության տարածած հաղորդագրության մեջ։ Հայաստանի գլխավոր դատախազությունը զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ գնդապետ Մովսես Հակոբյանից եւ հրթիռային զորքերի հրետանու վարչության նախկին պետ գեներալ-մայոր Արմեն Հարությունյանից պահանջում է մոտ 4.3 միլիարդ դրամ բռնագանձել ոչ պիտանի ռազմամթերք ձեռք բերելու գործով։ Ըստ այդ մեղադրանքների պաշտոնեական անփութության հետևանքով 9 տարի առաջ Ռուսաստանից Հայաստան 4.3 միլիարդ դրամի անպիտան ռազմական տեխնիկա է մատակարարվել։ 24 News-ի հետ զրույցում գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը նշել է, որ մեղադրանքը չի ընդունում։ Արմեն Հարությունյանի մասով ոչինչ չի կարող ասել, որքան գիտի նա 1 տարի նստել է այդ գործով, հետո արդարացվել, դուրս եկել, հիմա նորից մեղադրվում է։ Իրանի պահվածքն ամբողջ աշխարհում սպառնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային շահերին, հայտարարել է պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը, նշելով, որ նախագահ Թրամփը վերսկսել է առավելագույն ճնշման արշավը, վերջ դնելու Իրանի միջուկային սպառնալիքին, սահմանափակելու նրա բալիստիկ հրթիռների ծրագիրը եւ վերջ դնելու ահաբեկչական խմբավորումներին աջակցելուն։ Թրամփը պատրաստակամություն է հայտնել բանակցել Իրանի հետ գործարքի շուրջ։ Եթե իրանական ռեժիմը գործարքը չի ցանկանում, նախագահը հասկացրել է, որ այլ տարբերակ է փնտրելու, ինչը շատ վատ կլինի Իրանի համար, ասել է խոսնակը։ Հանքային ռեսուրսների վերաբերյալ Միացյալ Նահանգների հետ համաձայնագրում ՆԱՏՕ-ի խնդիր չկա եւ երբեք չի եղել, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները կուժեղացնի պատժամիջոցների կիրառումը ուկրաինական էներգետիկ օբյեկտների վրա Ռուսաստանի հարվածների պատճառով։ Ուկրաինան մշտապես Միացյալ Նահանգներին տեղեկացնում է Ռուսաստանի կողմից էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների դադարեցման պայմանավորվածությունների խախտման մասին։ Մեզ համար շատ կարևոր է, որ քայլեր լինեն, խոսքերը մեծ բավական չեն, ասել է Զելենսկին։ Հարավային Կորեայի պատմության մեջ նախադեպը չունեցած անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 31-ի։ Երկրի հարավ-արևելքում մոլեգնող անտառային հրդեհներից վնասվել է 4015 տուն, 1914 գյուղատնտեսական եւ անասնաբուծական օբյեկտ, 7 տաճար եւ 986 այլ շինություններ։ Երկրի տարբեր հատվածներում այրվել է մոտավորապես 48000 հեկտար անտառ, ինչի հետևանքով 3307 մարդ հարկադրված են եղել լքել իրենց տները։ Թուրք բլոգեր Օգյուն Օզդեմիրի հանրապետության հրապարակում տեսանյութի հրապարակման գործով քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի։ Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրք բլոգերը այցելել էր Հայաստան եւ սոցիալական ցանցում տեսանյութ հրապարակել Երևանն անվանելով պատմական Ադրբեջան։
Ռուսաստանի Դաշնությունում գտնվող արտասահմանցի երկխաղացիություն ունեցող վարորդները հնարավորություն ունեին առանց քննություն հանձնելու ձեռք բերել այդ երկրի վարորդական իրավունք։ Ապրիլի 1-ից այդ կարգը փոխվել է։ Փոփոխությունը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր նախատեսում են աշխատանքի անցնել Ռուսաստանում եւ չունեն այդ երկրի վարորդական փաստաթուղթ։ Եվ այլևս որևէ մեկը առանց բացառության իր կարգավիճակի չի կարող վարորդ աշխատել, չունենալով Ռուսաստանի Դաշնության վարորդական իրավունք։ Դա տուգանքի ենթակա է, դա խախտում է համարվում եւ երկու անգամ եթե անձին ուղակի ոստիկանները տուգանեն հենց այս խախտման համար, սա հիմք է լինելու, որ մուտքի արգելք կստանա։ Ամսվա սկզբից ստուգումներ են Ռուսաստանի Դաշնությունում գտնվող հանրակրթական դպրոցներում արտասահմանցի երեխայի գրանցումը կեղծ եղավ կամ գրանցման ժամկետը լրացած ծնողներին կպատժեն։ Եվ եթե նույնիսկ ծնողը օրինական է գտնվում, ապա հնարավոր է նաև նրա օրինական գտնվելը չեղարկվի եւ հնարավոր է նաև արտաքսում լինի ծնողների եւ երեխաների։ Մասնագետը հորդորում է Ռուսաստանում գտնվող արտասահմանցի, այդ թվում նաև հայազգի ծնողներին չգնել կեղծ ռեգիստրացիաներ։ Դրա համար կարող են ծնողին երեխաների հետ արտաքսել, ընդհանուր քրեական պատասխանատվության ենթարկել։ Իրական ռեգիստրացիա արեք ձեր բնակության վայրում, ձեր երեխաներին նույնպես։ Եթե ծնողները նախատեսում են իրենց երեխաներին ուսման տալ ռուսաստանյան կրթական հաստատություններում, պարտադիր պայման է, որ երեխաները ռուսաց լեզվի իմացություն ունենան։ Դպրոց ընդունվելու պահանջվող անցողի քշեմը հաղթահարելու համար։ Երեխաների հետ տվեք պարապելու ռուսաց լեզու, եթե պատրաստում եք, որ ձեր երեխան պետք է դպրոցում սովորի, որովհետև հարցերի 90%-ին պետք է երեխաները ճիշտ պատասխանեն։ Այլապես չեն կարող հաղթահարել անցողի քշեմը։ Սա վերաբերվում է նրանց, ովքեր չունեն ՌԴ քաղաքացիություն, ունեն ՌԴ-ից տարբեր այլ քաղաքացիություն կամ չունեն ընդհանրապես որևէ քաղաքացիություն։ Հունիսի 30-ին Ռուսաստանում սպասվում է օրենսդրական հերթական փոփոխությունը։ Այդ օրվանից միգրանտների համար կստեղծվի թվային պրոֆիլ, որը կմիավորի քաղաքացու մասին տվյալները, բացի անձնական տվյալներից կլինեն քաղաքացու մասին կենսաչափական տվյալներ։ Մեկ պրոֆիլում կամփոփվեն բոլոր այն փաստաթղթերը, որոնք կլինեն քաղաքացու համար անձը հաստատող փաստաթուղթ Ռուսաստանի Դաշնությունում։ Այս process-ը երկու էտապով է իրականացվում։ Առաջին էտապը սկսվել է դեռևս 2024 թվականի դեկտեմբերի 1-ին, մինչև 25-ի հունիսի 30-ն է, երբ որ վերցնում են օտարերկրացիների կենսաչափական տվյալները հետևյալ սահմանակետերում՝ Մոսկվայի Շերեմետիևը, Դոմոդեդովը, Վնուկովը, Մոսկվայի մարզի Ժուկովսկի օդանավակայաններում եւ Օրենբուրգի մարզի Մաշտակովը ավտոմոբիլային անցակետերում։ Իսկ 25-ի հունիսի 30-ից կլինի բոլոր օդային եւ ցամաքային անցակետերում։ Մինչև Ռուսաստան մուտք գործելը ոչ վիզային ռեժիմ ունեցող քաղաքացին բջջային հավելվածով կարող է լրացնել տվյալներ, ներկայացնելով, որ 72 ժամ հետո ինքը մուտք է գործելու Ռուսաստան։ Իր տվյալները ստուգվելու են Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինների կողմից, եւ եթե նրա մուտքը կթույլատրվի, նա կստանա համապատասխան կոդ, որը սահմանին կներկայացնի սահմանապահին։ Առանց այդ կոդի ուղղակի օտարերկրացուն թույլ չեն տա մուտք գործելու Ռուսաստանի Դաշնություն։ Տաթևիկ Բեժանյանն ասում է, Ռուսաստանից արդեն 20-30% հայազգի միգրացիոն հոսքերի նվազում կա 2-ից 3 տարվա ընթացքում։ Նոր լրացուցիչ հարկային բեռ կառուցապատողների համար, եթե կառուցապատողը շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգի կամ ավարտվի ու չերկարաձգվի, կենթարկվի ֆինանսական սանկցիաների, անավարտ կառուցվող շինության համար կվճարի անշարժ գույքի հարկը ամբողջությամբ։ Երկարաձգման ամսաթվից սկսած կապ չունի, թե ինչ հարկ է հասել կառուցումը, 3-րդ հարկում է, թե 5-րդ հարկում է, կապ չունի։ Ենթակա է հաշվարկման եւ վճարման գույքահարկ։ Նախագիծը ուժի մեջ է մտել 23-ի հունվարի 1-ից եւ կարգավորումները տարածվում են նաեւ մինչեւ 23 թվականի հունվարի 1-ը տրված շին թույլտվությունների գծով 23-ի հունվարի 1-ից հետո երկարաձգումների վրա։ Կառուցապատողների ասոցիացիայի ղեկավարը տեղեկացրեց, որ 2022-ին ունեցել են քննարկումներ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում եւ ներկայացրել են բացասական դիրքորոշում այդ նախաձեռնության վերաբերյալ։ Մեզ խոստացան, որ առաջ չի գնա այս նախագիծը, սակայն պարզվում է նախագիծը լավ էլ առաջ էր գնացել, 2025 թվականի միայն մարտ ամսից են սկսել կիրառել։ Եթե այս օրենքը գործի, ապա ըստ Գուրգեն Գրիգորյանի բազմաթիվ կառուցապատողներ կհայտնվեն պարզապես սնանկության եզրին։ Ստիպված կառուցապատողները վճարել են ահռելի չափով տեղական տուրք երկարաձգման գծով, մի բան էլ ստիպված պետք է վճարեն գույքահարկ։ Դեռևս չկառուցված եւ կառուցման փուլում գտնվող շենքի ամբողջ
մակերեսի հաշվարկով։ 2021-ից անշարժ գույքի հարկը հաշվարկվում է անշարժ գույքի շուկայական արժեքից մոտարկված կադաստրային արժեքով, եւ այդ տարվանից սկսած գույքահարկը սկզբում 25, 2022-ին 30, 2023-ին 35, 2024-ին 50%-ի չափ բարձրացավ։ Այս տարի անշարժ գույքի համար վճարվող գույքահարկը բարձրացավ 75%-ի չափով։ Տերճանքի եւ շքեղության իբրև հարկային սխեմա էին բերում, բայց իրականում ամբողջ բեռը կամ իրական հարվածը գույքահարկի բեռի ստացավ ցածր ու միջին եկամուտ ունեցող մեր հայրենակիցները։ 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի հարկը 2026-ին եւ հետագա հաշվետու տարիների համար կավելանա 100%-ի չափով։ Ազգային ժողովի ընդդիմադիր падգամավորներն առաջարկում են 2021 թվականից փուլային եղանակով ներդրված ֆիզիկական անձանց անշարժ գույքի հարկի բեռի աճը 2026-ից կասեցնել։ Մենք առաջարկում ենք, որ պրոգրեսիվ դրույքաչափը պետք է շարունակվի եւ էլ ավելի բարձր ուրեմն հարկման բեռ պետք է տեղափոխվի դեպի թանկարժեք եւ գերթանկարժեք գույքերը։ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողականորեն պայքարել ստվերային տնտեսության հարկերից խուսափելու եւ ՀԴՄ կիրառման կանոնների խախտումների դեմ։ Ստացված տեղեկությունն իրացնելու նպատակով պետքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները իրականացրել են լայնածավալ օպերատիվ աշխատանք։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա պարզվել է, որ տվյալ ընկերությունը 2014-ից 24 թվականների ընթացքում թաքցրել է շուրջ 27.5 միլիարդ դրամի իրացման շրջանառություն։ Արդյունքում չեն հաշվարկվել եւ պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով ընդհանուր շուրջ 8.2 միլիարդ դրամի հարկեր։ Երևանում վերջին 3 տարում տնկել ենք 20.192 նոր ծառ, այս մասին Facebook-յան էջում գրել է Ավինյանը։ Ընտրվել են տեսակներ, որոնք հարմար են մեր կլիմային, չեն առաջացնում ալերգիա եւ բարձր կենսունակություն ունեն։ Արդյունքում կենսունակության ցուցանիշը հասել է 94%-ի։ Շուտով կհայտարարենք նոր մեծ ծառատունկի մասին, գրել է Տիգրան Ավինյանը։ Ապրիլի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Մայրաքաղաքում հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին։ Բժիշկներն էլ արձանագրել են նրա մահը։ Ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկներն են ժամանել։ Տեղում էին կենտրոնականի ոստիկանապետն ու բարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատարը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իմ տեղեկություններով նաև ոստիկանության համայնքային ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողներն ու բարեկները պարզել են արդեն մահացածի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է։ Ապրիլի 2-ին Կիա Սպորտեջ Արնո Բաբաջանյան փողոցից դեպի Իսակովի պողոտայով ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել բազալտե եզրաքարին, ապա հողաթմբին ու շրջվելով հայտնվել մայթին։ Վարորդն ու նրա անչափահաս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, փրկարար ծառայության Երևանի շրջփրկարարական ջոկատի փրկարարները։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Վարորդն ուղևորը եղել են ամրակապված։ Վարորդը ամրակապված եղել, երեխան էլ հատուկ այդ երեխայի տեղափոխելու նստարանը եղել է ավտոմեքենայում եւ հենց ամրակապվելու շնորհիվ է, որ նրանք ավտոմեքենայից դուրս չեն հայտնվել։ Ապրիլի 1-ին Անտառային փողոցում բախվել են 28-ամյա Նորայրի Տեսլան եւ օտարերկրյա քաղաքացու վարած Հոնդա մոտոցիկլը։ Վերջինը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարին եւ նրա ուղևորին օպերատիվորեն ժամանած Երևանի բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Հերացու անվան առաջին համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկները։ Մոտոցիկլավարն ու նրա ուղևորը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են։ Ապրիլի 1-ին Տոյոտան Ոստան բնակավայրում երկաթգծի հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել Սյանը, ինչի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել։ 1 հոգի հոսպիտալացվել է Արտաշատ բժշկական կենտրոն։ Փրկարարության Արտաշատի շրջփրկարարական ջոկատի հրշեջները մարել են հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի բարեկները։
Եվ Մասիսի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանձնարարականով Մասիսի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների աշխատակիցները հատուկ տեխնիկաների միջոցով մաքրում են գետերը։ Մասիս գյուղով անցնող գետի մի հատվածում էլ ամբողջությամբ աղբ ու շշեր են կուտակված։ Սակայն այս հարցով ոչ թե Մասիսի քաղաքապետարանն ու Մասիսի վարչական բնակավայրի ղեկավարը պետք է զբաղվեն, այլ որևէ կառույց։ Մասիսի քաղաքապետարանի գործը չի դա ակնհայտ է։ Հիմա տեսնում եք ամբողջ գետը լցված է մեծ մասը պլաստմասե շշերով, կեղտով, հոտն էլ խեղդում է,